Դուք ներողություն եք խնդրում Հիսուս Քրիստոսին նրան մենակ թողնելու համար, երբեք ներողություն խնդրելու, ավելի ճիշտ ոչ թե ներողություն խնդրելու, այլ այս դեպքում պատասխանատվության ենթարկվելու նրա համար, որ բազմահազար ձեր քաղաքացիներին դուք իրենց վշտի հետ մենակ եք թողել, նրանք այդ վիշտը ապրել են ձեր որոշումների հետևանքով։ Կառավարության առաջ քիչ առաջ պարոն Փաշինյան իր զոհված որդու լուսանկարը ձեռքին մի կին արցունքը աչքերին փափագում էր ձեր հետ հանդիպման համար, խաբեության զոհ էր դարձել որդու գերեզմանակարի հետ կապված եւ այսպես տարբեր ատյաններով 3 տարի շրջում է արդարադատություն չի տեսնում ձեր երկրում։ Ձեր հազարավոր քաղաքացիներ չեն տեսնում ձեր ներկայությունը իրենց կյանքում լավ առումով, դրական առումով, ոչ թե բացասական։ Երբեք պատասխանատվության ենթարկելու այդ քաղաքացիներին մենակ թողնելու համար։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ ասեմ ես, որ ես զոհվածների, անհետ կորածների, հարազատների հետ հանդիպում եմ այնպիսի պարբերականությամբ, որի մասին դուք պատկերացում չունեք, որովհետև մենք չենք լուսաբանում այդ հանդիպումները, որովհետև մենք չենք անում այդ հանդիպումները PR անելու համար։ Երկրորդը, ես ձեզ ասացի, որ այն օրվա երթին, օրինակ, այդ թվում եկեղեցիներում, պատարակների ժամանակ բազմաթիվ զոհված զինծառայողների հարազատներ են մասնակցում եւ նրանք հաճախ գալիս են իմ կոչով։ Դուք չեք նկատում այդ մարդկանց։ Ես այդ թվում ամեն օր քաղաքացիներից տասնյակ նամակներ եմ ստանում, տասնյակ նամակներ։ Եթե եւ պատասխանում այդ նամակներին, եթե հարկ լինի դա ապացուցել, դա նաեւ կարող եմ ապացուցել,